Ժողովուրդ ջան, ձեզ հետ է Bazaar Blood Wars-ը, այսօր կխաղանք մի քանի 5-7 օրվա խաղերից, այդ մրցաշարի խաղերից, ղարը 9, խաչը 10, ղարը 11, հա, իրանք են խոսում, սիրտը 12, Տասնվեց, դե լավ, փաս, ինչ անեմ։ Առաջի օրինը արդեն բան անստում։ Հատը զզսիր, մի անգամից վերջի թիվ ասա, անգեր։ Ինչի համար ես հերթով հելնում, մեկա չի տալիս լեռան քեզ ոչի բանի իշմար։ 50 թերս բլոտ, վայ մամա ջան։ Հիշում եք անցած օրին ինձ 50 թերս էր տվե։ Իրան կատարելագործված տվեց 50 թերս եւ բլոտ, ոնց կլինի հանկարծ, որ իրանց մի քիչ ավելի լավ քաշ տա։ Իհարկե անցած օրինին, որ ասում եմ, էդի վիդեոյի մեջ չի, էդի վիդեոից առաջ էի նկարել, ասում եմ նկարել կներեք, վիդեոից առաջ էի խաղում, ես ինչ եղավ։ Լավ չեղավ։ Չափ է։ Վայ կորա։ Լավ էլի։ Օ։ Լավ, լավ, բայց հաղթեցին ամեն դեպքում։ Թոթոլ 2 ռուկ տարանք վերջում։ Ասում ժողովուրդ, հետաքրքիր է այդ լեռան, որ կա։ Ինքը ռուս է, թե հայ է, թե Հայաստանի ռուս է, որ տենց անում է։ Ես ուզում եմ հասկանամ, այս խաղի մեջ ռուսներն են խաղում, երևի չէ։ Շատ քիչ է հանդիպում ինձ տենց շատ քիչ է հանդիպում տենց կոնկրետ ռուսական անունով խաղացողներ, հիմնականում տենց ռուսականացված հայկական անուններ են կամ հայկական անուններ են ուղղակի։ Կոնկրետ ասենք հենց անուն, որ հիմնականում, ասենք էդի ռուսական է, տենց տենց չեմ տեսնում շատ։ Ես գիտեի, որ միտեղ մի բան ելնելու է։ Ինչ լավն էր էդի։ Ոչինչ, դրա տեղը հելավ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ լայքերը դրեք, կոմենտարիաները գրեք պոզիտիվ։ Խնդրում եմ դրական մնացեք, դրական շատ լավ է լինում, որ կարդում ենք, վայելում ենք, պատասխանում ենք, հումոր ենք անում, դրականը շատ լավ է։ Անգամ եթե խաղալու ժամանակ սխալներ ա լինում, բոլորի հետ էլ պատահում է, էդի ոչ մեկս եսի միշտ չենք ասում, որ պրոֆեսիոնալ խաղացողներ ենք, պիտի ամեն ինչ խաղենք։ Շատ ժամանակ sense խոսում եմ, ձեզ շփվում եմ, ուշադրությունը, ասենք 100% չես կարողանում կենտրոնանալ։ Հետո քանի որ լայվ չես խաղում, ընկերոջդ հետ դեմ առ դեմ, ոնց որ դժվար է լինում ճիշտ լրիվ իր իշմարները հասկանալ, մեկ խապուսիկ է իր իշմարները լինում։ Պիտի թողի իրա վրա, չնայած ինքը կարա չախի, մի հատ էլ է խաշ-խաշում, չէ, եթե չեմ սխալվում։ Հա, վայ, իմանեք թողի վրան, ես մտածեցի, տես եսա, օրինակ խոսում ենք, ես մոռացա կոզրները հաշվեի, գիտե թե իրա մոտ մի հատ կոզր է մնացել։
Պիտի ես տզող խաղայ, տա իրան, ես սխալ խաղացի։ Իրա մոտ խաչ էր ավելանում, մետր կքաշեր, էլի։ Ես ասացի ուղղակի կգնամ, ինքը կչախի, հետո կքաշի իրա խաչը, մոռացել է որ չկա բան։ Չէ, ես все-таки քյապ կասեմ։ Պաս։ Լավ չա էր Արտուր ջան, ինքը բան ա բռնել, հապեր։ Ղարես դամա կարոլ տուզ ա բռնա։ Չէ, չի բռնե։ Բան չի վրա էր հելնում էդ լերան այդքան, չջոգեցի ես։ Այ քեզ բան։ Բայմա ինչ խաղամ։ Լավ, մի հատ եք կան։ Ղարը թրավ, ավելի լավ։ Բայ քորեսը տարան, անկապ ձևի հետի գնաց։ Հետ էլ իրա մոտ էր, շատ լավ։ Խմեմ մի հատ կոֆես։ Էդ է ասում ժողովուրդ, ինչ է կարծում, այն օրը մտածում, ասում այդքան առօրյայում ռուսերեն բառեր ենք օգտագործում, հիմնականում այն մարդիկ, ովքեր սովետի ժամանակ են ծնվել, մեծացել, սովետի մուլտիկներ են նայել, էլի խոսացի չընկա բանը, չտվեց իրան իշմար։ Քյապ 14 Տզի իշմարները տամ։ Հա, ասում օրինակ ինչքան մենք ռուսական տենց բառեր ենք օգտագործում, որ անգամ հայերենն էլ կա, բայց էլի մենք ոնց որ անկախ մեզնից էլի ռուսերեն բառերն ենք ասում, որովհետև մենք շատ սենց մի տեսակ համակերպվող, սենց flexible ժողովուրդ ենք։ Որ բառը որ հեշտ է, այդ ենք ասում։ Ու մինչև հիմա ու այն օր ես մտածում ասում, արա ախպեր, ես միշտ բան եմ, քննադատում եմ հայերին, որ օրինակի համար ասում են խոսքի օրինակ, այսինչ ուտելիքը մերն է, այսինչ քաղաքը մերն է, բայց խոսքի այդ քաղաքի անունը ասենք թուրքական անուն ունի կամ ուտելիքի անունը ինչ որ թուրքական կամ պարսկական անուններ ունի։ Եթե ուտելիքը քոնն է, եթե քաղաքը քոնն է ժողովուրդ ջան, ճիշտ չի որ այդ փոխենք դնենք ինչ որ հայկական անունով։ Այնքան այն օր մտածում կամ ալարում են դնեն, կամ էլ ժողովուրդը այնքան այդ համակերպվող, այդ flexible ժողովուրդն է, որ ալարում է այդ նոր բառերն օգտագործի, որ մենք այդ ուտելիքի կամ այդ տեղանունի անունը մեր հայերենով, մեր անունով ասենք։ Ասենք, մենք ուտում ենք այդ բոզբաշ ենք ուտում, չգիտեմ ընդեղ ես իմ բաներ կա որ ուտում ենք, ասում ենք խաշլամա, մաշլամա, բայց փաս։ Կամ ասենք քաղաքների անուն ունենք Ալավերդի, չգիտեմ ես իմ ինչ, որ գցում բռնում ես, դրանք հայկական անուններ չեն։ Ու հետո էլ ասենք կայնում ես, ինչ որ մեկին ասում ես էսի հայկական, ասում լավ, բա որ էսի հայկական է, բախի հայկական չի իր անունը։ Օրինակի համար։ Ինչի անունը, ասենք թուրքական, ռուսական կամ պարսկական։ Եթե հայկական է, հայկական անուն ունեցեք դրա, չէ՞։ Բացատրում ես, ասենք, հա լագիչնիա, դες էլի ես ռուսերեն բառ օգտագործել։ Լոգիկայով, ասենք, ինտուիտիվ է, որ ասես, հա, բան անուն ինչ է։ Այդ ժամանակաշրջանում տեղ ենք ապրել, ենթադրենք, հա, ուտելիքը երևի այդ ժամանակը առաջ եկել կամ հորինվել ու ենթադրենք հայերը այդ ժամանակ այդ լեզվով են այդ դրան անուն, կամ այդ լեզվով է, այդ անունով է այդ ճաշատեսակը երևի հայտնի եղել այդ տարածաշրջանում, բայց համենայն դեպս դա կապ չունի։ Ինչ օրինակ այսօրվա դրությամբ պարսիկը կամ թուրքը հայկական անունով ճաշ չունի, կամ հայկական անունով քաղաք չունի, ինչի համար։ Մի քանիսն է որ կա, դա ուղղակի պատմական մեր տարածքներն են եղել, ուղղակի որ դրանց անունը իրանք իրանց են դնում։
ու իրանք իրանցով են ասում։ Փաս։ Չգիտեմ։ Այսքան երկար բարակ պատմությունը չի համարի, որովհետև դες ուզում եմ հարցնել։ Լավ էս Օյն ու Թայլեն հայերը ո՞նց ալում։ Կարեք մի հատ գրեք կոմենտարիաների տակը։ Ասենք իմ ջոգելով մեկն ու մեկը խաղ ալնելու, չէ՞։ Ասենք երևի Օյնը կլինի խաղ, բայց Թայլեն ինչ ալնում։ Չգիտեմ։ Գրեք տնամ հետաքրքիր ով ինչ հետաքրքիր ինֆորմացիա կգրի։ Այս ինչ գժանոց բան եղավ։ Հավայի կապուտ։ Քանի ես խոսում էի, մեր թշնամիները, այսպես ասած, առիթից օգտվեցին, մեզի կապուտ արեցին։ Չգիտեմ էլ երևի սխալ խաղացի մեջները, չեմ էլ իմանում, չեմ էլ հիշում։ Բայց մետր էր սա։ Ամենավերջի ղարի ու խաչներ, եթե հակառակ կարանանք պահենք ինչ-որ մի ձև։ Հլնդեն այ չեն էլ թողում խոսանք։ Լավ էլի։ Ախր ես ոնց ինչով օգնեմ իմ ընկերոջը։ Ոչ մի բան չունեմ, որ օգնեմ ընկերոջս։ Փաս։ Շատ լավ է։ Դե կարող է բլեֆ արած լինի։ Ինչ կա դրա մեջ։ Նամանավանդ գիտի վալետ մինոսը դուսնեն, շատ հանգիստ կարա ինքը բլեֆ անի, դուզը սկզբից սկսի, որ դու մտածես, էլ դուսը կոզր չկա, չքաշես, հետո չախվի, բա։ Դրա համար պիտի նավսեկի մի հատ է քաշեմ, ես ինչ իմանամ իրա մոտ։ Սաղ կա, ես ինչ է։ Այս մեկը հաղթեցինք, ժողովուրդ ջան։ Լավ էր, մի փոքր երկար օին էր, բայց հաղթեցինք։ Լավ էր, միավոր տվեց։ Մի հատ է խաղանք։ Ինչ ասում։ Կարող ենք այս խաղից խաղանք, հլը մի րոպե։ Եկեք հարուստներին խաղ խաղանք մի հատ։ Մի տեսակ սիրտս վկայեց, որ այս օինը կարող է հարուստների խաղը մեզ տա։ Մեզ միշտ թարս է, չէ, անիծված է այդ խաղը, բայց մի հատ փորձենք հլը։ Եթե հանկարծ ես իմ չրաչքով այս կարտերը թողեմ, որ մենք հաղթենք։ Չունեմ, մի հատ եք խաղամ, բայց խիստ կասկածում եմ։ Խելացի խաղաց։ Բախի չչախեց էդի։ Ես մի բան բաց թողեցի։ Էլի լավ էր տարա, բայց վատը չէր անի։ Ամենայն դեպս իրանք տակ տվեցին ու սկսվեց կռիվը։ Լավն է սպահը։ Հետաքրքիր է։ Խաչը լավ է իրա մոտ, հա։ Իսկ քյապն ինչ կասես։ Չունի քյապ։ Իսկ աղոզը ինչ կասես։ Չի ասում։ Ջոգը Ռոբերտի ինչ տակտիչնի քուանջ տվեց։
Հա? Շատ տակտичնի քոանջ տվեց։ Այմա տնանք որն ես պայելու, ղարն ես պայելու, թե որը։ Այդ ենց, ես եմ մի հատ էլ բան ուղարկվելու, բախտս բերես։ Չնայած եթե տանել 19, 29, 30, կարող է տակ չտանք, չեմ հիշում եմ մեկ ինչ տվեց, պիտի մի հատ վիդեոն հետամ նայեմ, բայց ոնց որ թե տակ չենք տալի, քար 3 պիտի հաներ, որ տակ տանք, տզով, 10-ով, մեկ էլ մի հատ ինչ-որ ստից մի բանով կարող է քար 3 չուներ, պիտի կարոլ լներ կոնը, հլնդեն է արա, ես չխոսում եմ, վրաս հելդում են, 14-ը տակա չէ արդեն, ընգերս բան չասեց, թոմը նա իրանց վրա ես անգամ։ Մի հատ էլ իրա մոտ մնաց, հա։ Մի հատ է քաշի սիրտ, չքաշիր։ Ես կքաշեմ։ Կքաշեմ այդ վերջինը ճախել կտամ։ Այմա մնաց աղոս։ Ցավոք սրտի խաչիտուզը մեր մոտ չի։ Մեր մոտ է։ Չհասկացա։ Չհասկացա։ Արի է, թկած։ Տակ ենք տալու, բայց ոչինչ։ Դե հա, ճիշտ խաղաց, որտեղ մեկը չնայած չենք վերջացնում, չէ, չենք վերջացնում, բայց ինչ լավ է։ Հարուր ուներ։ Այ հարուր ուներ։ Կյապից։ Էլի սկսին իրար տապորներն ուղարկել է։ Հա տակ տվինք, ինչ ասեմ։ Ղարն է, ես չունեմ ղար, առ։ Ափսոս, շատ ափսոս։ Ղար չունեմ, ընկեր ջան, ղար չունեմ։ Թարսի նման 23-ը 22-ը կհանենք, 24 հանեցին, տակ տվեցինք, ճոգիր, բախները շբերեց այդեղ, բայց իրանք իրանց հարով խոսային, երևի մոտավորապես նույն բանն էլ հանելու էին, էլի, այդ մի անգամից, հա, ադեն չի ես սենց անում կարդ, ինչ ես սենց համահանում, լավագոն այդ տազերից 4 թուղ չուներ։ Ինչ էր մտածում 3 ժամը, այս ինչ անհամ բան արեց, զորովից իրանց տվեց խաղը, մենք չոտքի առաջ ենք, ես գիտե չէ, ես հենց ես հարուսների խաղը սկսեմ խաղալ, մի կեղտոտություն պիտի անի, որ չթողի մենք կրենք, այ կեզ բան, սենց բան է կլնի, լավ, դաժը փորս է զարմանում, ձեն մեն անում, ուվ չգիտեմ է, ես եղավ 4,
5 6 okay ուժեղ երետի կապույտ մանուշակ եղավ կրինք ժողովուրդ ջան էսի շատ բան կլիներ անարդար կլիներ եթե այս օրինը գային իրանք տանեին որովհետև մենք շատ լավ սկսեցինք ու բայց քանի որ ժամանակ ունեմ մի հատ եք խաղան վերջի խաղը ու վերջ իսկ դուք մի մոռացեք եթե օյնի ու պարտիայի կամ թայլայի ավելի ճիշտ եմ որ ամբողջ 151-ն է հայերեն տարբերակը գիտեք ասեք ես հաստատ ինչ որ գիտեմ ուղղակի բերանցից թռել է հիմա չեմ հիշում 5-ը ձեր տանում եմ 6-ը ձեր ենք տանում պաս կքոանշեմ խելոք բնա սոս օքեյ լավ կարող է, այս ինչ հավասար էր, գոնե մենակ էդ չխաղայր էլի, գոնե էդ չխաղայր, հենց էդ պիտի խաղայր, այ աղբեր, էդ ամբողջ կարտերի մեջից հենց էդ պիտի խաղայր, դե մալադ ես, տակ տվենք, thank you, հենց էդ պիտի խաղար, այ կեզի բան, են որ ասում թարսություն է, են մեկը խաղար սաղ տանում է, բռնեց ինչ խաղաց, այ, մի հատ էլ է աղոս, լավ, չեմ կարծում կապուտ անենք, մի հատիկ մնում աղարս, ու չգիտեմ ինչ անեմ ես այդ աղարը, ինքը պիտի իշմարտար, եթե բան ուներ, 10 ունի, ես 4, ես հիմա անենք կարող է մարդս ғար պախնեմ, վերջում մեդր մնա կրենք, գիտես, կրելը որն է, կապուտ անենք, մի հատ ғար տվեք, չեմ էլ հիշում, միոյին ғար, իրա մոտ է ғարը, բա մի հատ է կտա ғար, պահեցել է ғարը վարդանը, ջոգել էր, սրտի 10 տվեց ғարը պահեց, երևի հաշվում էր ғարը, կոնկրետ, ես պաս ամեն ինչից 2 հատա բան չեմ կար ասում, ժողջան մի մորացեք, բաժանորդագրվելն անվճար է, օգնեք հասնեմ 100 բաժանորդագրվածների արդեն, շատ մոտիկ ենք, ինչ անեմ, արի, կաշեմ, հիանալ էր, 5, վեց, բայց իրանք հանես են ես տոշնի, ուղիղ, լավ էլի, ես ինչ եկավ,
Արան չի։ Աղոզն ավելի լավ չէր։ Ո, կրում են, չէ, ավելի լավ է քուանշ անենք, բրցնենք։ Որտեվ կրում են։ Խաչ ունես գնաս իրան։ Վայ քու արա։ Համը հելավ։ Ախր ինչ չգիտեմ ինչ ասեմ ժողովուրդ ջան, չեմ կարող խոսամ, որովհետև մեզ հազիվ է թերս տալիս, իրանց 50 ու 100 է տալի, ես չեմ հասկանում։ Ինչի համար է տենց։ Ես վերջի անգամ ես իմ երբ եմ 100 բռնել։ Կփորձեմ մի հատ էլ հաղթենք, որովհետև ես չեմ սիրում պարտվելով բրցնել։ Հայ։ Լավ։ Խոսենք հետաքրքիր թեմաներից։ Ինչի մասին խոսենք։ Ասում նկատել եք, չէ՞, մի տեսակ ռուսերենի նկատմամբ սենց հակակրանք է ժողովրդի մոտ առաջացել։ Օրինակ ժամանակին ես հիշում եմ կինոների մեջ, հաղորդումների մեջ ռուսերեն բառերով խոսալը կամ ռուսերեն խոսալը ահագին սենց պրեստիժնի էր, էլի, դες ես եմ ռուսերեն խոսում։ Իսկ հիմա դե լավ անգլերես բան չի ասում։ Գոնե մի հատ ինքը հելն ես չտեսա, դու ոնց որ չէ լավ, չէ։ Իսկ հիմա բոլորը հայերեն են խոսում հիմնականում ու անգամ եթե ռուսերեն բառեր օգտագործում են ինչ-որ միտեղ միանգամից տակա հայերեն են գրում շատ հաղորդումների ժամանակ նկատել եք ու դա ես շատ եմ սիրում մենք պետք է մերը առաջ տանենք որ մեր մեջ մտնի այդ սովորությունը մեր լեզվով ամեն ինչ անել որ վաղը մյուս օր այսօրվա նման թուրքական, պարսկական քաղաքների անուններ, ուտելիքների անուններ չունենանք ու օգտագործենք մերը ունենանք որ հետո հելնենք ասենք այս ինչ բանը մերն է կարանանք մեր անունով ասենք որ ժողովուրդը բանը դիմացին չֆռա ասի բա որ քո նախի է իր անունը ոչ քո լեզվով ամեն դեպքում շատ կուզենայի որ տենց լներ բայց ինձ թվում է դա գալիս է ժողովրդի այդ flexible լինելուց համակերպվելուց ինչքան էլ դու ուզում ես ժողովրդին ասես պագրիչկին ասա օրինակի անվադող կամ ռուլին ասա ղեկ մեկը ղեկ ռուլ ասողը ռուլը ասելու պագրիչկա ասողը պագրիչկա ասելու որտեղ մենք հեշտին ենք սովոր մենք հեշտն ենք ասում օրինակ մեծ հասարակ բան ասեմ ամեն քայլափոխին հայերը շաուրմա են ուզում, չէ՞։ Բայց ասենք մեր շաուրման ընդհանրապես շաուրմա չի։ Մեր շաուրման ուրիշ տիպի է։ Մեր շաուրման մեր ասենք խոզի կամ բանի մսով բրդուճ է։ Ինքը շաուրմա չի, շաուրման ընդհանրապես նախ շուարմա է, շաուրմա չի, շուարմա է։ Երկրորդն էլ ուրիշ ձև են սարքում։
Այդքան բանջարաբոստանային համալիր չկա իր մեջ կեչուպ, մայոնեզ, սոուսներով։ Մենք սենց ռուսականոտ, սենց սովետական տիպի ենք սարքում, կամ չգիտեմ, թողելնի հայավարը, ես չեմ ասում կոնկրետ բան, բայց ամբողջ սովետական երկրներում անցյալ ոչ առաջվա սովետական երկրներում բան են անում։ Այդ տիպի են շաուրմաներ ուտում, շաուրմա են ասում, բայց իրական դի շաուրմա չի։ Կաղամբով, բանով, ինչով ասես սարքում են, շատ համով է, բան չունեմ ասելու, կարող է իսկական շաուրմայից էլ համով է որոշ դեպքերում։ Բայց ասածս են, օրինակ հասարակ բան, այդքան ուտում ենք, չէ՞։ Այդքան ուտում ենք։ Ու ինչի համար մենք ինչ որ մի հատ հայերեն բառ չենք հորինել այդ ուտեստի համար, որ մեր ձևով սարքում ենք, մենք դա ներկայացնենք հայկական բրդուճ։ Որ օրինակի համար վաղը մյուս օր օրինակ ինչ ասեմ, մեծ հասարակ օրինակ ասեմ։ Վաղը մյուս օր ենթադրենք երևի բոլորդ է նայում եք այդ YouTube-յան կամ ինչ որ կապ չունի, ինչ որ սոցիալական հարթակում ենթադրենք ինչ որ մի հատ արտասահմանցի, հա, ուտելիքների review է անում կամ ուտելիքների խաղ է անում, ասենք օրինակ ուզում է համեմատի հայկական ուտելիքը ենթադրենք թուրքականի կամ ռուսականի հետ։ Ու պիտի գնա հայկական բանից, հայկական ռեստորանից ուտելիք առնի, չէ՞, ենթադրենք, որ ինքը այդ ուտելիքով այդ ուտելիքը համեմատի մյուս ուտելիքի հետ։ Գնում են Հայաստան, հայկական բանից ռեստորանից շաուրմա են առնում, կամ օրինակ քյաբաբ են առնում։ Ոչ քյաբաբն է հայերեն բառ, ոչ շաուրման է հայերեն բառ։ Հասկանում եք։ Ու հետո երբ որ ինքը այդ յուտում ասում է, համովական բան, այն մարդը, որը որ գիտի իր երկրում շաուրմա է, չէ, օրինակ արաբը։ Ֆռում ասում է, բայց էսի շաուրման հայկական չի, ինչ ես դու հայկական ուտելիքը հայկականի տակով եք ալում, համեմատում բանի հետ։ Ու խոսքը օրինակ վաղը մյուս օր ասում են հայերը մեր ուտելիքը գողանում են, չէ՞։ Ասենք հայերը բան են անում, ասում են, որ այդ ուտելիքը մերն է։ Բայց դա իրանցը չի։ Ու ինչ որ մի հատ մեկը կողքից, որ Google անի, այդ կգրեմ, որ այդ ուտելիքը արաբական ինչ որ ուտելիք է։ Այսինքն դու անիմաստ ոնց որ խոսակցություն ես տանում ուրիշի քո ուտելիքի վրա ուրիշի ուտելիքի անունն ես դնում, ասում ես իմն է։ Եթե այդքան պոպուլյարն է, ժողովուրդ ջան, ձեր ուտելիքի անունը դրեք դրա վրա, այդ բրդուճի վրա, կդառնա հայկական ուտելիք։ Ճիշտ չեմ ասում։ Ասենք, չգիտեմ, ասենք մսա բրդոճ խոսքի օրինակ կապ չունի, կամ մսա բրդոճ ենթադրենք, տես մի բան։ Դրեք այդ անունով մենակ այդ ուտելիքին դիմեք, որ վաղը մյուս օր ասեն հայերն ինչ ուտելիք ունեն, ինչ street food ունեն, այսպես ասած։ Եք ասեք, հեսա մսա բրդոճ, ոչ թե ասեք շաուրմա քյաբաբ, որ ասեն, բայց շաուրման ու քյաբաբը հայկական չի է։ Չգիտեմ, շատ բաներ կա, որ մենք մի տեսակ թարս ենք անում։ Չեմ հասկանում, ես ինչի համար ենք այդքան թարս անում, ամեն ինչ, ոնց որ գլխի վրա անենք ամեն ինչ։ Ափսոս, իրա մոտ չէր, այդ մի քյապը, հլնդը նայի։ Բախի այդքան փոխեցի, ես չհասկացա։ Չարժի։ Thank you։ Ես գիտեմ ինքը ինչի համար ուղարկեց, հասկանում եմ իր հումորը, շատ տեղին էր, բայց thank you ապեր։ Իսա մի հատ ընկերս ավելանում է ու կապուտ եմ խփում, նոր իմանաք։ Այս արդեն շատ երկար գնաց ես խաղը, գոնես մեկը վերջացնենք ու հաղթենք ու արա խաչն է հելնում այ ախպեր։ Չէ։ Դու ինձ տոզի իշմարա թուր։ Չի տալի տոզի իշմարը։
Ախր այն անգամ է տվեցի, հայ-հայա տակ ենք տալիս։ Ինչի՞ չես տալիս ես իմս խաղամ, կապուտ ենք անում, խաչի տզի իշխմարը տուր։ Ձեռը տա չէ խաչի տուզը հաստատ։ Վայ ասաց, ես կտնակ որ իրա ձեռն անելու խաչի տուզը։ Հելնդը նայ է։ Վայ ես քուարա, կապուտի խաղը հարամ արեց։ Այ։ Կապուտի խաղը հարամ արել ապեր։ Հա մնացածը ես կտանեմ, բայց ումա պետք է արդեն։ Մենք կապուտ էինք անում։ Դրա համար տզի իշխմարը պիտի տաս։ Բաբսոս չէր էդի։ Հələ գերեք ժողովուրդ ջան, ճիշտ ձև չեմ մտածում։ Մենք լիք ուտելիքներ ունենք, որ Հայաստանում ուրիշ ձև ենք սարքում ուտում, բայց իր անունը հենց մի տեսակ sense տարածված անուն ենք օգտագործում, որ գալիս է, չգիտեմ, Թուրքիայից կամ Պարսկաստանից կամ արաբական ինչ-որ երկրից կամ չգիտեմ, մեկ դաժե Վրաստանից։ Ինչի մենք հենց մեր ուտելիքի անունը չենք դնում դրա վրա ու ասենք էսի հայկական է։ Թեկուզ դաժե եթե մենք ասենք, հա, չի գալիս հնադարյան ժամանակներից եւ այլն կամ բան, ամեն դեպքում կանանք ասենք նոր հայկական ուտեստ է կամ չգիտեմ, մի քիչ փոփոխված ինչ-որ բանին կանանք նմանած, որ ուզենանք կանանք անենք։ Ադրբեջանը, որ Ադրբեջանը իր պատմությունն է գրում թազը հորինված, մենք չենք արել մի հատ ուտելիքի անուն հորինենք։ Ինձ թվում է կարանք։ Հետո թող դրա մեջ փողը ներ, ժողովուրդ ջան, նայ ոնց կանենք։ Մենակ փողը ներ։ Փող չկա չենք անում։ Այն գյոզալական օրինը կապուտս ոնց փչացրեց։ Ես վստահ եմ, որ տուզը մոտնա։ Այ։ Հասանաղոս ասում կապուտ։ Խաչը 9-ն է։ Իսկ անաղոս 10-ից ոնց ես։ Խաչը 11։ Անաղոս 12։ 10։ Այս դիտում եմ բանում։ Ոչի բանը չունի, կոնտրա ընգերոջ հետ հաստատ։ 4 թուղթ ուներ։ Լավ չեղավ բա։ Միշտ հարամ ալնում ես խաղերը։ Granger knows that as a procurement coordinator at a manufacturing plant, you can count on auto reordering to have the PPE you need on hand. Call 1-800. Միշտ հարամ ալնում։ Չի ստացվում էլ ես բանը հաղթելը։ Հենց մենք ուզում ենք հարստի խաղ խաղանք, չի ստացվում ժողովուրդ ջան։ Դե լավ, ոչինչ, ինչ ասեմ։ Կարևորը հետաքրքիր խոսակցություն ունեցանք ինձ թվում է, կոմենտարիաներում գրեք։ Կրկին համոզվեցինք, որ այս հարուստի խաղի ժամանակ միշտ շատ բաներ թարս է գնում, շատ վատ քայլեր է գալիս։ Ամեն դեպքում շատ ժամանակ անցավ, արդեն 2 օրը AR վրա 40 րոպեանոց վիդեո եմ գցում, YouTube էդի չի սիրում։ Մարդիկ որովհետև այդքան չեն նայում էլի ժողովուրդ ջան, ասենք մի 15-20 րոպե նայում են, մի տեսակ ձանձրանում են շատ ժամանակ, ու էլ չեն նայում։ Դրա համար վիդեոների ռեկոմենդացիան մոտ 20-25 րոպեն է, շատ դրանից ավել խորհուրդ չի տրվում։
Շատ լավ, շատ շնորհակալ եմ բոլորիդ, որ այսքան ժամանակ մնացիք, ովքեր մինչև վերջ մնացին իմ այս ինչ ասեմ, փիլիսոփայությունը լսեցին, կոմենտարիաներում գրեք ինչ հետաքրքիր տեսակետներ ունեք այս թեմայի շուրջ, իսկ մենք այսօր մի քիչ տխուր պատմություններով ավարտում ենք, ինչ անենք, այստեղ էլ սենց է ստացվում, դե լավ մնացեք, լավ օր ձեզ, կտեսնվենք վաղը, հաջողություն